Սիրելիներ, ողջույն, ամանորին ընթառաջ պատրաստելու ենք ֆրանսիական բյուշ դե նոել թխվածքը, հայերեն սուրծննդյան կոճղ։ Ստացվում է հեշտ ու համեղ։ Առաջին քայլով սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնում ենք։ Սպիտակուցը առանձին հարում ենք եւ երբ փրփրում է, ավելացնում ենք շաքարավազ։ Շարունակում ենք լավ հարել եւ ավելացնում ենք դեղնուցը, խառնում ենք։ Անպայման մաղով անցկացնում ենք ալյուրը եւ կակաոն։ Կրկին խառնում ենք սիլիկոնե գդալի օգնությամբ։ Ստանում ենք այսպիսի զանգված։ Ավելացնում ենք ձիթայուղը։ Յուղաթերթով պատում ենք ջեռոցի տարան։ Լցնում ենք խմորը, հավասարեցնում եւ թխում ջեռոցում։ Այսպիսի հիասքանչ խմոր ենք ստանում։ Մնացած գործողությունները անում ենք զգուշորեն։ Տադամ։ Մինչ խմորը հովանում է, պատրաստում ենք կրեմը։ Կարագը վանիլինի հետ նախապես լավ հարում ենք, ավելացնում ենք շոկոլադը։ Շարունակում ենք լավ հարել։ Կրեմի պատրաստման մանրամասները կգտնեք ներքևում։ Կրեմի միայն մի մասն ենք սկզբից օգտագործում, այն հավասարապես տարածում ենք թխուկի ողջ երկայնքով։ Հանակի օգնությամբ բաժանում ենք այն 6 հավասար մասերի։ Առաջին մասը ռուլետի նման պտտում ենք եւ դնում ենք կենտրոնում։ Դա կլինի կոճղի հիմքը։ Մնացածը կրկին իրար հաջորդելով պտտում ենք։ Արդեն նման է կոճղի։ Մնացած կրեմն օգտագործում ենք այն զարդարելու եւ ել ավելի կոճղի նմանեցնելու համար։ Կարող եք ցանել շաքարի փոշի, այլ քաղցրեղեններ եւ զարդարել։ Բարի ախորժակ։